Ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի 3 միջուկային օբյեկտի՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ սա պատմական օր է և հիմա խաղաղության ժամանակն է։ Իսրայելը երկրում արտակարգ դրության բարձրագույն աստիճան է հայտարարել։ ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից հետո Իրանն ավելի մեծ ինտենսիվությամբ է ռմբակոծում իսրայելական տարածքները։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումը իրանական միջուկային օբյեկտների վրա վկայում է իսրայելական հարձակման պլանավորմանը նրանց մասնակցության մասին։ Թեհրանը մտահոգություն է հայտնել միջազգային հանրության լռության կապակցությամբ և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչներին խորհրդի արտահերթ նիստ է պահանջել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենց պատասխանն ավելի ջախջախիչ է լինելու, քան Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պատկերացնել։ Միևնույն ժամանակ Իրանը հրաժարվել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Իսրայելը զուգահեռաբար շարունակում է թիրախավորել նաև Գազան։ Նշանառության հիմնական ուղղությունը ՄԱԿ-ի օգնության կետերն են, որտեղից մարդիկ փորձում են սնունդ ստանալ։ Կիրակի առավոտյան ռմբակոծության հետևանքով զոհվել է ավելի քան 26 մարդ, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում օդապարիկի ընկնելու հետևանքով 8 մարդ է զոհվել, 13 մարդ, այդ թվում օդաչուն, ողջ են մնացել։ Ակնատեսները պատմել են, որ հրդեհի առաջացման պահին օդաչուն փորձել է իջեցնել օդապարիկը և անձնակազմին հրահանգել ցատկել։ Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են։ Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել։ Կողմերը վերադարձել են մասնավորապես ծանր վիրավորում ստացած զինծառայողներին։ Այս փուլում փոխանակված գերիների թիվը հստակ չէ։ Գերիների փոխանակման մասին կողմերը համաձայնություն են ձեռք բերել հունիսի սկզբին Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։